Ինչպես էր դրսևորվում աստվածամոր կերպարը նախաքրիստոնեական Հայաստանում։ Հայաստանի տարբեր հնավայրերից, Արմավիրից, Արտաշատից, Վաղաշապատից և Սպիտակից հայտնաբերվել են մոր և մանկան պատկերով կավե արձանիկներ։ Դրանք թվագրվում են մ.թ.ա. երրորդից առաջին դարերով և ըստ բազմաթիվ հետազոտողների պատկերում են հայոց մեծ դիցուհի Անահիտին, ոսկե մայր և ոսկե ծին։ Արձանիկներում Անահիտը գրեթե միշտ ներկայացված է նույն կերպ՝ հանդիսավոր կեցվածքով, երկար գլխաշորով և գրկում կրծքով սնվող մանկան հետ։ Հնագետ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի կարծիքով երեխայի գլխի վրայով իջնող ժապավենը խորհրդանշում է թագավորական իշխանությունը։ Այդ ժամանակաշրջանում թագավորները հաճախ են պատկերվել աստվածների հետ, նրանց առջև կանգնած, ծնկի եկած և այլ ձևերով, միշտ ավելի փոքր, քան աստվածությունները։ Իսկ հնագետ Ժորես Խաչատրյանը ենթադրում է, որ այստեղ պատկերված են Անահիտն ու Աստվածորդին, ինչը մեռնող և հարություն առնող աստվածության գաղափարի մարմնավորումն է։ Այս արձանիկները ցույց են տալիս, թե որքան կարևոր տեղ էր զբաղեցնում մայրության և պտղաբերության պաշտամունքը հին հայկական հավատալիքներում։ Նախագծի գլխավոր գործընկեր Ագբաբանկ։